Մենք ուզենք, որ մեր ստադիոնը վերականգնվի, որ մենք կարողանանք օրինակ Ագարակի, Ղափանի, Սյունիքի դեմ կարողանանք ֆուտբոլ խաղանք։ Եղրիմ լավ մարզադաշտ եղել է, շատ լավ մարզադաշտ եղել է, մի փոքր թեգություն է եղել։ Շինարարություն պետք է անեին դզեին, հիմա իրանցից պատճառ են բռնել, թե հանցած շամփա, բայց նախկինում Մնձակ Մարգարյանի գլխավորությամբ զրույց այդ մարզադաշտը սարքել է շատ լավ մարզադաշտ էր։ Մի փոքր ծախսերով հնարավոր է դա բոլորի վերականգնել։ Փոքր ծախսով կարելի է դա վերականգնել։ Ահագին էլ շինարարություն են արել, քանդել, մանդել, ինչարել, կիսատ պահել, պատճառաբանում են, որ տակը շամբա, բայց շամբան բել չկա։ Լենինգրադը շամբի վրա են կառուցել։ Լենինգրադ քաղաքը, Սանտ Պետերբուրգը շամբի վրա են կառուցել, Մեղրիի մեջ շամբ։ Մեղրիմ շատ անհրաժեշտ է մարզադաշտը, շատ անհրաժեշտ է, ինչ գեղեցիկ է խաղահրապարակում է գեղեցիկ, երեխաները խաղում են իսկ առաջ, այստեղ մի հատ ավելակ էր։ Երեխաների համար կարևոր է, էլի որ երեխաները գոնե խաղանան, բազվեն էլ երեխեքը։ Մարզադաշտը քանդել են, վերանորոգում են, տրիբունաներ են սարքում։ Ունեցել է։ Քանդել են կիսատ պես մնում է։ Բայց կանեն, էլի դա ինձ թվում է կանեն։ Մարզադաշտը, այո, արդեն շուրջ 2 ամիս է հաղթողը կա։ Մարզադաշտի նախագծի մեջ եղել են բավականին սխալ նախագծեր, որը մենք նորից պատվիրել ենք, նորից ուղղում ենք կատարում։ Հարցը լուրջ չի, ուղղակի նախագծի մեջ եկել եմ կրկնում, սխալներ են եղել, փոփոխություններ ա կատարվում, շինարարը իր ժամանակին խոստացել է, որ հանձնի։